Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, գործարար ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք խաղի կանոնները հաղորդումը, որն իրականացվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր այսօրվա հյուրերն են միջազգային համագործակցության եւ քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետներ Անի Հայրապետյանն ու Սոֆի Սիմոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք այս տաղավարում այս հաղորդման շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք նրան, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին վերապահվում է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի դերը եւ լիազորությունները, որի շրջանակում մի շարք բարեփոխումներ են նախատեսվում։ Եկեք, եթե խոսենք ամենակարևորի մասին, ինչ պետք է ակնկալեն սպառողները այս համատեքստում։ Այո, դուք ճիշտ նշեցիք, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնում է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնացված մարմնի լիազորությունները, ինչը նշանակում է, որ մեր հանձնառությունը այս կարևոր ոլորտում ոչ միայն ընդլայնվում, այլ ավելի խորքային եւ նշանակալի են դառնում։ Եթե խոսենք ամենակարևորի մասին, թե ինչ կարող են ակնկալել սպառողները այսուհետ, ապա պետք է թվարկենք մի քանի առանցքային բան, որ սպառողները կարող են արդարացիորեն ակնկալել՝ արագ արձագանք, թափանցիկ եւ հասանելի ընթացակարգեր, իրենց ձայնի լսելիություն եւ որ ամենակարևորն է, իրենց խնդիրներին իրական լուծում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր սպառող իմանա, որ կա պետության կողմից հստակ լիազորված պետական մարմին, որը պատրաստ է լսել, հասկանալ եւ արձագանքել իրենց խնդիրներին։ Իհարկե, ինչպես գիտեք, գործող օրենսդրությամբ հանձնաժողովը արդեն իսկ ունի լիազորություններ որոշակի սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, մասնավորապես մենք վարույթներ ենք իրականացնում հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության դեպքերի առնչությամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են հենց սպառողների շահերին։ Սակայն այժմ արդեն նոր օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը ստանձնում է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնացված լիազորությունները, ինչը մեզ հնարավորություն կտա արձագանքել սպառողների խնդիրներին առավել համակարգված, կանխատեսելի եւ սպառողներին ավելի մոտ եւ լիազորություններ իրականացնել ավելի ընդլայնված բոլոր այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը որևէ կերպ վնասում կամ կարող է վնասել սպառողների հավաքական շահերը։ Սակայն այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա կապված այս հավաքական շահի եզրույթի հետ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ սպառողին իր անհատական խնդիրն է հուզում։ Եթե նույնիսկ դա օրենքի լեզվով չի դիտարկվում որպես հավաքական շահ, միևնույն է մենք հասկանում ենք, որ սպառողի համար կարևորը պարզ է, կա խնդիր եւ պետք է լինի մարմին, որին նա կարող է դիմել եւ ստանալ իր խնդրի լուծումը։ Միևնույն ժամանակ, հենց հավաքական շահերի վնասման դեպքերը վերհանելու նպատակով հանձնաժողովի համար շատ առանցքային են հենց սպառողներից եկող ազդակները, եւ որպեսզի այդ ազդակները մենք ստանանք եւ անարձագանք չթողնենք միևնույն ժամանակ վերջիններից, մենք մշակել եւ ներդրել ենք թվային մի հարթակ, որը կոչվում է սպառողի օգնական։ Այս գործիքը հասանելի է հանձնաժողովի պաշտոնական կայքում եւ հնարավորություն է տալիս սպառողներին առանց բարդ ընթացակարգերի, առցանց եղանակով ձևավորել իրենց բողոքը եւ ուղարկել այն անմիջապես տնտեսավարող սուբյեկտին։ Իհարկե հանձնաժողովի անմիջական վերահսկողության ներքո եւ վերջինիս անմիջական մասնակցությամբ։ Եթե ավելի մանրամասն խոսենք սպառողի օգնական գործիքի մասին, ինչ գործիք է դա, ինչու եւ հատկապես որ դեպքերի համար է ներդրվել։ Տեսեք, տարիներ շարունակ սպառողների շահերի պաշտպանության կենտրոնացված մարմնի բացակայությունը հանգեցրել էր մի իրավիճակի, որ սպառողներն իրենց խնդիրների լուծման ճանապարհին հանդիպում էին փակուղու եւ շատ անգամ չգիտեին ում դիմել։ Հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են սպառողներին, հիմնականում աշխատում են սահմանափակ ռեսուրսներով եւ չեն կարող ընդլայնված գործունեություն ծավալել ողջ երկրի տարածքով։ Միևնույն ժամանակ դատարան դիմելը որպես իրավական միակ լուծում միշտ չէ, որ հարմար, հասանելի կամ նպատակահարմար է սպառողների տեսանկյունից։ Երբեմն գնված ապրանքի կամ ծառայության արժեքը պարզապես համահունչ չէ այն գումարին կամ ջանքերին, որոնք սպառողը պետք է ներդնի, որպեսզի դիմի դատարան։ Սրա հետևանքը լինում էր այն, որ տնտեսավարող սուբյեկտների նմանատիպ վարքագիծը մնում էր անարձագանք
Եվ ժամանակի ընթացքում ստանում էր տարածական բնույթ եւ արմատավորվում էր։ Հենց այսպիսի իրավիճակները փոխելու նպատակով մենք ներդրեցինք սպառողի օգնական գործիքը։ Այս գործիքի կիրառումը բխում է եւ սպառողի շահերից, ով արագ լուծում է ստանում իր խնդիրներին, եւ բիզնեսի տեսանկյունից է ձեռնտու, ով հնարավորություն է ստանում առանց վարչարարության կիրառման վերացնելու խնդիրները եւ հանձնաժողովի համար է բավականին ձեռնտու, քանի որ փաստորեն հանձնաժողովը լուծում է իր արժեվ դրած խնդիրը չվնասելու սկզբունքով ինքնակարգավորման գործիքակազմեր տրամադրելով։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին եւ ես այսօր նույնպես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մենք բացառապես առաջնորդվում ենք այն գաղափարներով, որ իրավախախտումները պետք է կանխվեն նախքան դրանց տեղի ունենալը եւ սպառողի օգնականը հենց այսպիսի մի միջոց է հնարավորություն տալու տնտեսավարող սուբյեկտներին ժամանակից նախապես տեսնելու իրենց խնդիրները, շտկելու դրանք եւ համապատասխանելու իրենց գործունեություն օրենսդրական պահանջներին, խուսափելով վարչարարությունից եւ դրա բացասական հետևանքներից։ Շատ լավ, որպեսզի ավելի հասկանալի լինի մեզ լսող եւ դիտող քաղաքացիներին, ավելի պարզ ներկայացնենք ինչպես է գործում այդ համակարգը եւ ինչպես պիտի քաղաքացին օգտվի դրանից։ Շատ լավ, փորձեմ ընդհանրական գծերով, բայց կարևոր շեշտադրումների վրա ուշադրություն հրավիրելով ներկայացնել գործընթացի հիմնական փուլերը։ Նախ երևի թե եւս մեկ անգամ հիշեցնենք, որ սպառողի օգնական հարթակը հասանելի է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում hassencompetition.am։ Անմիջապես մուտք գործելով կայք, դուք այնտեղ հենց առաջին էջում շատ տեսանելի կենտրոնական հատվածում կտեսնեք սպառողի օգնական նշումը։ Հարթակից օգտվելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել։ Այստեղ լավ լուրը այն է, որ գրանցումը շատ հեշտ է, բոլորովին ժամանակատար չէ եւ մի քանի պարզ տվյալներ են անհրաժեշտ գրանցումն իրականացնելու համար։ Անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, հանրային ծառայությունների համարանիշը անպայման պետք կգա, դա նույն սոցքարտի համարն է եւ ամենակարևորը չի պահանջվելու ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Ինչու եմ սա առանձնացնում, որովհետեւ հաճախ քաղաքացիները այդ մասին հարցնում են։ Էլեկտրոնային ստորագրություն ունենալու պահանջ չկա, անհրաժեշտություն չկա թղթային տարբերակով դիմումը ստորագրել, այնուհետև սկանավորել, ներբեռնել համակարգ, գրանցումն ինքնին արդեն իսկ բավարար պայման է։ Գրանցման փուլը անցնելուց հետո պետք է սպասեք, որպեսզի ձեր գրանցումը հանձնաժողովի կողմից հաստատվի, որին վերաբերյալ կստանաք ծանուցում էլեկտրոնային փոստի միջոցով։ Սրա համար նախատեսված է 1 աշխատանքային օր ժամկետ, սակայն պետք է նշեմ, որ փաստացի այն շատ ավելի սեղմ ժամկետներում է իրականացվում, այսինքն մեծ հավանականությամբ, որ օրը որ գրանցումը իրականացրել եք, այն օրն էլ կստանաք գրանցման հաստատումը եւ արդեն կարող եք մուտք գործել ձեր էլեկտրոնային աշխատատեղ եւ ուղարկել բողոքը։ Այժմ անդրադառնանք բուն գործընթացին բողոքի ձևակերպման։ Այստեղ մեր լավ լուրերը կարծես թե ավելի շատ են եւ ընդհանուր առմամբ այնպես է արված, որպեսզի սպառողը հնարավորինս քիչ ռեսուրսներ, այսինքն ժամանակ եւ ջանքեր ներդնի, բայց մենք վերջին արդյունքում ունենանք գրագետ եւ փաստարկված դիմում, որն էլ կուղարկվի տնտեսավարող սուբյեկտին։ Այստեղ ցանկանում եմ նաեւ նշել, որ հետագայում նախատեսվում է համակարգը ել ավելի կատարելագործել եւ պարզեցնել։ Ինչի մասին է խոսքը։ Համակարգում արդեն իսկ կան մշակված եւ ներդրված առցանց ձևաթղթեր, որոնց օգտագործումը էականորեն դյուրինացնելու է բողոքների ներկայացման գործընթացը։ Այս ձևաթղթերը նախատեսված են, մշակված են առավել հաճախ հանդիպող մի շարք դեպքերի համար։ Օրինակ ունենք ձևաթուղթ, որը վերաբերում է պահանջներին չհամապատասխանող ապրանքների գնման դեպքերին։ Ենթադրեք, ձեռք եք բերել որևէ էլեկտրոնային տեխնիկա, գնումից հետո անսարքություն է հայտնաբերվել, ապրանքը գտնվում է երաշխիքային սպասարկման ժամկետում, բայց վաճառողը հրաժարվում է վերացնել այդ թերությունները կամ փոխարինել այն։ Կա ձևաթուղթ, որը վերաբերում է պայմանագրային պարտավորությունների կատարմանը, անբարեխիղճ մոլորեցնող գովազդներին, անգամ կան ձևաթղթեր առանձին նախատեսված էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայություններ կամ առաքման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատանքներից ծառայություններից օգտվելուց առաջացող խնդիրների վերաբերյալ։ Իդեպ նշեմ, որ վերջին տարիներին սրանք թերևս առավել հաճախ հարցվող թեմաների շարքում են։ Ձևաթուղթը ընտրելուց հետո սպառողը պետք է լրացնի դրա համապատասխան դաշտերը, այնուհետև կցի հիմնավորող փաստաթուղթ, որից հետո համակարգը արդեն ինքնաշխատ եղանակով կգեներացնի նրա դիմում բողոքը, որն էլ կուղարկվի տնտեսվարող սուբյեկտին։
Այստեղ պետք է նշեմ, որ անկախ նրանից թե դուք որ ձևաթուղթն եք ընտրում, պարտադիր լրացման դաշտերը 3-ն են։ Պարտադիր պետք է նշել տնտեսվարող սուբյեկտի անվանումը, խնդիրը ձևակերպել ազատ շարադրանքով եւ որևէ հիմնավորող փաստաթուղթ գծել, որը ըստ իրավիճակի տարբեր կարող է լինել։ Մեկ դեպքում դա կարող է լինել ՀԴՄ կտրոն, մեկ այլ դեպքում երաշխիքային սպասարկման կտրոն, օրինակ մեր բերված օրինակում։ Մեկ ուրիշ դեպքում դա կարող է լինել պայմանագրի օրինակ կամ պարզապես որևէ լուսանկար կամ սկրինշոտ։ Իհարկե մենք հորդորում ենք սպառողներին, որպեսզի հնարավորության դեպքում իրենք ձևաթղթի բոլոր դաշտերը լրացնեն եւ հնարավորինս մանրամասն եւ ամբողջական լրացնեն, ինչու որպեսզի որևէ էական հանգամանք այստեղ ուշադրությունից չվրիպի, բողոքը լինի ել ավելի փաստարկված եւ հիմնավոր, ինչը կբարձրացնի դրա դրական լուծում ստանալու հավանականությունը։ Այստեղ մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտադրել, տեսեք, մենք նշում ենք, որ այս համակարգը, հարթակը նախատեսված է սպառողների անհատական բողոքները տնտեսվարող սուբյեկտներին հասցեագրելու համար։ Այսինքն հարթակից օգտվելիս, հարթակով բողոք ներկայացնելիս սպառողը ակնկալելու է իր խնդրի լուծումը կամ պատասխանի ստացումը տնտեսվարող սուբյեկտից եւ ոչ թե հանձնաժողովից, բայց ամբողջ գործընթացը տեսանելի է, հսկվում է եւ կառավարվում է մրցակցության Պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Եթե փորձեմ մի քիչ այսպես ավելի պատկերավոր ասել, երկու ստեկ, թե բողոքը ուղարկող անձը եւ թե այն ստացող տնտեսվարող սուբյեկտը գործընթացի տարբեր փուլերում զգալու են հանձնաժողովի ներկայությունը։ Ինչպես է դա տեղի ունենում։ Ենթադրենք սպառողը գրանցվեց, ձևաթուղթը լրացրեց, դիմում բողոքը ուղարկվեց։ Այդ նույն նամակով տնտեսվարողը ստանում է նաև ուղեկցող հաղորդագրություն արդեն հանձնաժողովի անունից, որտեղ սահմանված է ժամկետ բողոքին պատասխանելու համար։ Այդ ժամկետը 14 օրն է։ 14 օրացուցային օրերի ընթացքում տնտեսվարող սուբյեկտը պետք է պատասխանի սպառողին։ Ընդ որում պատասխանի մեկ օրինակը անհրաժեշտ է ուղարկել նաև հանձնաժողով։ Այս ժամկետը լրանալուց հետո համակարգը ծանուցում կուղարկի, հիշեցում կուղարկի սպառողին նրա էլեկտրոնային փոստի հասցեով։ Եվ եթե այս ընթացքում սպառողը որևէ պատասխան չի ստացել տնտեսվարողից, նրա խնդիրը չի կարգավորվել կամ ստացված պատասխանը իրեն չի գոհացնում, պետք է այդ մասին հանձնաժողովին տեղեկացնի։ Ինչպես է դա իրականացնելու, համակարգում կա բողոքարկել կոճակ, որը սեղմելուց հետո համակարգում տվյալ բողոքի տողը կարմիր գույն է ստանում։ Սա ազդակ է, ազդանշան է, կարող ենք ասել կարմիր լույս է հանձնաժողովի համար, որ արդեն իսկ անհրաժեշտություն կա խնդիրը բովանդակային քննարկման առարկա դարձնելու եւ գուցեև հաջորդի վարչարություն իրականացնելու։ Իհարկե ուզում եմ շեշտել, որ այստեղ նպատակը վարչարություն իրականացնելը չէ։ Կարող ենք նույնիսկ ասել, որ նպատակը հենց վարչարություն չիրականացնելն է։ Ինչ է սա նշանակում, որ գլխավոր շեշտը դրված է հարթակի կանխարգելիչ բնույթի եւ կանխարգելիչ գործառույթի վրա եւ սպառողի բարձրացրած խնդրի լուծման վրա։ Այսինքն սա հաղորդակցման հարթակ է, որը հնարավորություն է տալիս առանց հանձնաժողովի կողմից վարչարություն իրականացնելու, մինչև վարչարության փուլին հասնելը, կարգավորել խնդիրները, որոնք առաջանում են տնտեսվարողների եւ նրանց հաճախորդների միջև։ Իսկ հետաքրքիր է, ինչպիսի արձագանք եք ստացել սպառողներից, օգտվում են այս հարթակից, ինչ արձագանք կա։ Թերևս ամենակարևոր հարցերից մեկն է, կարծում եմ, որտեղ ցանկացած նոր փոփոխություն, բարեփոխում, որպեսզի ինքը հաջող իրականացվի, պետք է ունենա շահառուների աջակցությունը։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ սպառողի օգնական հարթակի գործարկման առնչությամբ մենք սպառողներից ստացել ենք եւ շարունակում ենք ստանալ առավելապես դրական արձագանքներ։ Հիմա նույնիսկ եթե փորձեմ որևէ եզակի դեպք կդժվարանամ մտաբերել, երբ որ մենք ուղղորդել ենք քաղաքացուն իր բողոքը առցանց ներկայացնել եւ նա փոքրիչ դժկամությամբ է դրան արձագանքել։ Կարծում եմ, որ նաեւ այս արձագանքները դրական էին, քանի որ այն սպասված էր քաղաքացիների կողմից։ Ինչու՞, որովհետեւ արդեն այդ մասին խոսեցինք, հանձնաժողովը ինքը իրականացնում է կոլեկտիվ շահի, հանրային շահի պաշտպանություն, բայց իրականության մեջ սպառողները նաեւ իրենց անհատական խնդիրների պաշտպանության հարցում, անհատական շահի պաշտպանության հարցում կարիք ունեն պետական մարմնի աջակցության։ Իհարկե հարթակը նոր է, այն դեռևս անծանոթ է մեր քաղաքացիների համար, կարծում եմ նրանցից շատերը այսօր գուցեև առաջին անգամ այդ մասին լսեցին եւ իրենք տարբեր հարցեր են ունենում, որոնց պատրաստ ենք սիրով արձագանքել։
Նաև ցանկանում եմ նշել, որ այս հարթակը այս տարի գործարկվեց հենց սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա մարտի 15-ի նախօրեին։ Այդ առիթով կազմակերպված պաշտոնական միջոցառման ընթացքում էլ հենց ազդարարվեց այս հարթակի գործարկման մեկնարկի մասին։ Դեռևս 1.5 ամիս է ինչ հարթակը գործում է, առաջին իսկ օրերից մենք քաղաքացիներից ստացել ենք նամակներ եւ արդեն այսօր այն բավականին ակտիվ կիրառվում է։ Կարծում եմ, որ մի փոքր ավելի երկարաժամկետ հատվածում մենք կկարողանանք խոսել նաև դրա արդյունքներից։ Նշվեց, որ հարթակը դեռ նոր է գործարկվել եւ պիտի հետագայում ել ավելի կատարելագործվի, այ հետաքրքիր է կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Նախ ասեմ, որ սպառողի օգնական հարթակին մենք մոտենում ենք ոչ թե միայն որպես տեխնիկական լուծման, այլ որպես շնչող օրգանիզմի։ Եվ ինչպես յուրաքանչյուր նոր ստեղծված երևույթ, հարթակը նույնպես ունի խնամքի, ուշադրության եւ շարունակական կատարելագործման կարիք։ Մենք ցանկանում ենք, որ մեր հարթակը լինի ավելի հասանելի, ավելի մատչելի, խելացի եւ իհարկե, որ ամենակարևորն է, հարմարեցված լինի սպառողների իրական կարիքներին։ Առաջիկայում արդեն իսկ նախանշել ենք որոշակի փոփոխություններ, որ պետք է իրականացնենք, դրանցից թերևս նշեմ ամենակենսականները։ Նախ մշակում ենք տնտեսվարող սուբյեկտների թվային շտեմարաններ, որոնք ներդրվելու են համակարգում։ Եվ եթե այսօր սպառողը բողոքը ներկայացնելիս լրացնում է, գրում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը, հասցեն եւ այլ անհրաժեշտ տվյալները, ապա փոփոխությունից հետո սպառողը պարզապես առաջարկվող ցանկից ընտրելու է տնտեսավարող սուբյեկտի անվանումը եւ վերջինիս հետ կապված մյուս բոլոր տվյալները համակարգը ինքնաշխատ է լրացնելու։ Սա մեզ կօգնի ոչ միայն հեշտացնել բողոքը լրացնելու գործընթացը, այլ նաեւ խուսափել սխալներից։ Հաջորդ փոփոխությունը, որ նախատեսում ենք անել, դա մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծական գործիքների ներդրումն է, որոնք մեզ կօգնեն խմբավորել բողոքները եւ հասկանալ, թե որ տնտեսավարող սուբյեկտի մոտ են հաճախ կրկնվում դրանք եւ կամ օրինակ որ ոլորտներում են, որ սպառողները ավելի հաճախ խնդիրների են հանդիպում, որպեսզի ավելի համակարգային մոտեցումներ ցուցաբերեն խնդիրների լուծմանը։ Նախատեսում ենք նաև, որ հարթակում մուտքագրված յուրաքանչյուր բողոք պետք է դառնա ռիսկերի վերլուծության աղբյուր։ Ձևավորելու ենք ռիսկերի պրոֆիլներ, որոնք օգնելու են մեզ գտնել, թե որտեղ են ռիսկերն ավելի բարձր, եւ այս ամբողջ գործընթացը տեղի է ունենալու ավտոմատացված եղանակով։ Եվ իհարկե կարևոր մի փոփոխություն էլ նախատեսում ենք իրականացնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասով, ներդնելու ենք ՀԿ-ների հավատարմագրման համակարգ, որպեսզի այն բոլոր բողոքները, որոնք տնտեսավարող սուբյեկտների կողմից չեն ստանա լուծումներ, վերահասցեագրվեն հասարակական կազմակերպություններին, եւ եթե վերջիններս էլ չկարողանան դրանց լուծումներն ապահովել, ապա հանձնաժողովը կքննարկի վարչարարություն իրականացնելու անհրաժեշտության հարցը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական կայքում competition.am կայքում բացի սպառողի օգնական հարթակից առկա են նաև առցանց հաղորդակցման այլ ձևաթղթեր նույնպես, որով թե սպառողները, թե տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել հանձնաժողովին տարատեսակ հարցերով։ Օրինակ ներկայացնել հաղորդում իրավախախտումների վերաբերյալ, միջնորդություն ներկայացնել վարույթների շրջանակում, համակենտրոնացման հայտարարագրերն են էլեկտրոնային ձևաթղթերով հասանելի, պարզապես գրություն ուղարկել, տեղեկատվության հարցումներ եւ այլն։ Բոլոր հնարավոր հանձնաժողովին դիմելու բոլոր հնարավոր ձևաթղթերը առկա են էլեկտրոնային եղանակով մեր հարթակում։ Բացի այդ, սպառողների տեսանկյունից նաև շատ կիրառելի մի գործիք ունենք, որը կոչվում է գների մոնիտորինգ։ Կրկին հասանելի է հանձնաժողովի կայքում, գների մոնիտորինգի բաժնում շուրջ 500 լայն սպառում ունեցող ապրանքների գների դինամիկան է հրապարակվում ինքնաշխատ եղանակով, եւ սպառողները կարող են այդ գործիքի միջոցով իրենց հետաքրքրող ապրանքի վերաբերյալ, գների վերաբերյալ տեղեկատվություն տեսնել, համեմատել դրանք նախորդ ամսվա գների հետ կամ նախորդ տարվա գների հետ, տեսնել թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, կամ պարզապես համեմատել նույն ապրանքի նույնատեսակ ապրանքների գները տարբեր առևտրային ցանցերում։ Ամփոփելով արդեն մեր զրույցը, քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է իր ավարտին, ունեք արդյոք խոսք
ուղղված մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Տեսեք, հաղորդման սկզբում այդ մասին խոսեցինք, նաև դուք ձեր խոսքում անդրադարձաք, որ այժմ մենք գտնվում ենք սպառողների շահերի պաշտպանության ուղղված առանցքային կարևորություն ունեցող բարեփոխումների իրականացման շեմին։ Երևի թե ոչ ոք չի վիճարկի, որ սա հենց այն ոլորտներից է, որտեղ հատկապես կարևոր է հանրային վերահսկողությունը։ Ուստի կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը որպես սպառող, քանի որ մենք բոլորս սպառողներ ենք եւ հենց այս բարեփոխումների հիմնական շահառուն ենք, նաև դառնանք այդ բարեփոխումների իրականացման եւ կյանքի կոչման ակտիվ մասնակիցները։ Ինչու, որպեսզի այն կարևոր դրույթները, որոնք այսօր օրենսդրության մեջ ամրագրվում են, իրենք նաև իրականության մեջ ել ավելի արդյունավետ կիրառություն ստանան։ Այսինքն արդեն օրենսդրության կիրարկման փուլում սպառողներն ունեն շատ կարևոր դերակատարում, որը պետք է իրականացնեն։ Ինչ է անհրաժեշտ այս ամենի համար, բնականաբար լինել լավատեղյակ, քաջատեղյակ սեփական իրավունքների մասին եւ բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց իրենք ականատես են լինում կամ գուցե անձնապես բախվում են հենց այս գործիքի սպառողի օգնականի միջոցով, որին էլ հենց այսօրվա մեր հաղորդումը նվիրված էր։ Եվ երևի թե վերջում նաև հավելեմ, որ եթե ինչ որ բաց հարցեր մնացին կամ գուցե կան այլ խնդիրներ, որոնք հանձնաժողովի իրավասությունների տիրույթում են եւ քաղաքացիները ցանկանում են դրանք բարձրաձայնել, մենք ունենք թեժ գիծ, այդ մասին գրեթե բոլոր հաղորդումների ընթացքում հիշեցնում ենք, այս անգամ եւս մեկ անգամ հիշեցնենք 060 830 840 հեռախոսահամարն է, կարող են քաղաքացիները մեզ զանգահարել, կօգնենք, որպեսզի իրենց բողոքը տեղ հասնի դրական լուծումների ակնկալիքներով։ Շնորհակալություն զրույցի համար, իսկ ես մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ մենք այսօր խոսում ենք սպառողի օգնական գործիքի մասին, իսկ մեր հաղորդման հյուրերն էին միջազգային համագործակցության եւ քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետներ Անի Հայրապետյանն ու Սոֆի Սիմոնյանը։ Շարունակեք մեզ լսել։